Պարոն Մարուքյան, Միքայել Սրբազանի մասով վերդիկտը կայացվեց, մեղավոր ճանաչվեց եւ խափանման միջոցը չփոխվեց։ Եվ ինչ կասեք այս մասին, սպասելի էր թե ոչ։ Միքայել Սրբազանի գործը մաքուր քրեական գործ չէ, այն քրեական օրենսգրքի հետ բացարձակապես կապ չունի եւ ընդհակառակը մաքուր քաղաքական գործ է։ Եվ քանի որ մաքուր քաղաքական գործ է, շատ պարզ է թե ինչ է արվում։ Արվում է հետեւյալը. Միքայել Սրբազանին լրացնել մինչև Հայաստանում իշխանությունների նոր ձևավորման ժամանակաշրջանը։ Դա երբ է, ընտրությունները։ Հետևաբար ես կարծում եմ, որ Միքայել Սրբազանի վերաբերյալ որոշումը կայացված է ամենաբարձր մակարդակում, որ նա պետք է լինի բանտարկված, լրացված եւ մինչև որ Հայաստանում ընտրությունները կավարտվեն։ Հիմա որ պատիժը կկարդան, երբ որ պատիժը կկարդան, այն ժամանակ դուք կտեսնեք, որ այդ հաշվարկը հստակ հաշվարկված է։ Պարոն Մարուքյան, բայց իշխանությունները ասում են, այսօր դատական համակարգը ավելի քան անկախ է, քաղ բանտարկյալներ չկան։ Ես անկախության տոնի օրը ասում էի, որ Հայաստանում հենց հիմա մենք անկախության տոնը դիմավորեցինք քաղբանտարկյալներով։ Միքայել Սրբազանը քաղբանտարկյալ է, Սամվել Կարապետյանը քաղբանտարկյալ է, Բագրատ Սրբազանի գործով դուք տեսաք, որ ձայնագրությունները կեղծված են, բազմաթիվ այլ քաղաքական հետապնդումներ կան, շատ պարզ է ախր։ Այսօր Հայաստանում մենք ունենք քաղբանտարկյալներ, որը մեր երկրի համար ամոթ է, որը ամոթ է նաև այն բոլոր իրավապաշտպան կազմակերպությունների համար, որոնք առավոտից իրիկու ժողովրդավարությունից են խոսում, չգիտեմ, ինքնիշխանությունից են խոսում, երկրի ներքին խնդիրները թողած արտաքին քաղաքական հարցերով են զբաղված, ասենք, իմպերիալիզմի դեմ պայքարով են զբաղված, բայց երկիրում մենք ունենք հենց հիմա քաղաքական բանտարկյալներ։ Այդ մարդիկ ընդհանրապես ոնց կարող են իրավապաշտպաններ կոչվել կամ ոնց կարող են ասել, որ մենք զբաղվում ենք մարդու իրավունքների պաշտպանությունով։ Ինչքան ուզում ասեն, էլի որ իշխանությունները դուք հարցը տալիս եք ասում եք իշխանություններն ասում են որ ամենի անկախ դատական իշխանություն կա։ Գոյություն չունի նման բան։ Հիմա երեք տեսակ ֆորում էր, չէ՞, ժողովրդավարության։ Մի հատ իրավապաշտպան կանգնեց վարչապետ երեսին ասի դու հենց հիմա ունես քաղբանտարկյալներ։ Իդեմս Միքայել Սրբազանի առաջի հերթին։ Եվ աբսուրդը որն է, հեղափոխությունից հետո առաջին դատական վերդիկտը լինելու է Միքայել Սրբազանի նկատմամբ 7 տարվա մեջ ով որ քաղաքական հետապնդման է ենթարկվում եւ ամբողջ հեղափոխությունը եղել է գիտենք ում դեմ, չէ՞, գիտենք ինչ ռեժիմի, ինչի դեմ, չէ՞։ Հիմա այդ հեղափոխությունը եղել է, բայց դատվում է Միքայել Սրբազանը։ Սա աբսուրդ չի։ Ասենք ասում են գող ավազակները, թալանչիները, բան դրսում են եւ այլն, հանցագործները մարդ են սպանում, որ ասենք մենք տեսանք այսօրվա դեպքը։ Միքայել Սրբազանին պետքա պահել անազատության մեջ։ Նա պետքա մնա բանտարկված։ Այսինքն սա որևէ ձևի, որևէ տրամաբանության, իրանց նշած ժողովրդավարության, մարդու իրավունքների, իրավունքի գերակայության, որ չափանիշի մեջ է մտնում։ Մի բան էլ ավելացնեմ, որ դուք տեսաք, որ նամակով դիմել է Եվրոպական միության հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին եւ պատասխանում հստակ նշված է, որ չնայած նրան, որ դատական գործերը յուրաքանչյուր երկրի ներքին գործն են համարվում, բայց նաեւ Եվրոպական միությունից են հետևում կոնկրետ այս գործին, նաև Սամվել Կարապետյանի գործը կա դրա հետ, կոնկրետ այս գործին Եվրոպական միությունից հետևում են եւ մենք ամեն ինչ անելու ենք, որ ցույց տանք, որ Հայաստանը միայն այդ խոսքի մակարդակում է, որ ժողովրդավարությունից ու մարդու իրավունքներից խոսում է, որտեղ հենց հիմա մենք ունենք քաղաքական բանտարկյալ։ Տեսակ էլի, ասենք Միքայել Սրբազանը մեղավոր է ճանաչվել։ Ինչու՞մ։ Հարցազրույց տալու, խոսելու համար, մտածելու համար։ Ինչ Այդ ձևի կոչ չի եղել ախր։ Ասենք Միքայել Սրբազանը մեծ հաշվով իր տարակուսանքն է հայտնել Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի վերաբերյալ խոսելիս, ասենք մարդուն բռնել դատում են։ Պարզա չէ որ այդ նույն հարցազրույցը երբ է եղել, Դանիել Յունիասյանը դիմել է որ քրեական գործառույցի, հավաքվեք քննարկելն, ասենց թե քրեական բան չկա, մերժել են հաղորդումը։ Հետագայում տեսել են, որ ընտրությունները մոտենում են, Միքայել Սրբազանի ազդեցությունը մեծանում է, Միքայել Սրբազանը կարող է լինել օրինակ հավաքական կերպար ամբողջ քաղաքական համակարգի համար, այս իշխանության դեմ պայքարի շրջանակներում, դուք դա տեսաք, որ ամբողջ բոլոր քաղաքական ուժերը միացան, որ եթե նա կարող է լինել, եթե նա համաձայնի լինել անվստահության գործընթացում վարչապետի թեկնածու։ Նրանք գիտեն ումից են վախենում եւ հետևանքը այդ վախերի հետևանքն է։
ազատազրկումը։ Պարոն Մարուկյան, այսօր Փարաքարի հետ կապված սպանության դեպքը ընդդիմադիրները, Վոլոդիա Գրիգորյանի մտերիմները հստակ նշում են, որ սա քաղաքական վենդետա էր եւ իշխանություններն են, մեղադրում այս ամենում, իրենց ձեռագիրն են տեսնում, ձեր գնահատական այս ամենին։ Խստիվ դատապարտում եմ, սա մեծ հաշվով վերջին 7 տարվա ընթացքում ընտրված պաշտոնատար անձի սպանություն է, այն մանրամասն պետք է բնականաբար քննվի եւ ոչ թե պետք է ասեմ, որ մենք հույս ունենք եւ պահանջում ենք, որ հանցագործները բացահայտվեն, պատժվեն, դա պարզ է, դա պետք է պահանջել, դա պարտավորությունն է պետության, պոզիտիվ պարտավորությունն է, բայց շատ կարևոր բան կա։ Մենք ունենք իրապահ մարմիններ, ովքեր օպերատիվ ինֆորմացիա են տիրապետում, ովքեր մեր հեռախոսի համարները լսելու, սրա նրա ընտանեկան գործերի մեջ խառնվելու, թե ով է կուսակրոնությունը պահել, ով չի պահել, ով ինչ անում, այդ հարցերը պետքա թողնեն, դրանով չպետքա զբաղվեն։ Պետքա զբաղվեն նրանով, որ այդ որ ինչ որ մեկին ուզում է սպանի, կանխարգել են, կանխեն այդ գործընթացը։ Ոչ թե սպանությունը տեղի ունենա, կան ասեն, հա մենք կբռնենք, կամ ասեն հանցագործությունները եղել է, այսքան տոկոս բացահայտել ենք։ Եղբայր դուք պետք է այնպես անեք, ոչ թե բացահայտեք, այլ կանխեք։ Չպետք է լինեն հանցագործությունները, որ նոր դուք գաք մտածեք ոնց բացահայտեք։ Ես դատապարտում եմ եւ իմ ցավակցությունները թե նրա ընտանիքին, թե ընկերներին քաղաքական կուսակցության, թե նաեւ Փարաքար համայնքի բնակիչներին։